Ձեզ ասել են, որ L-կարնիտինը կմաշեցնի ճարպը կայծակնային արագությամբ, կամ մկաններ կկառուցի, կամ մարզասրահ չգնալով կնիհարեցնի, և դուք էլ գնացել եք դեղատուն կամ փնտրել եք L-կարնիտին օնլայն մարքետներում և գնել եք։ Այսօր կբացատրեմ ինչ է L-կարնիտինը գիտականորեն, ինչ է արդեն ապացուցված, ինչ է դեռ ուսումնասիրության փուլում և ինչն է պարզապես միֆ։ L-կարնիտինը կարևոր միացություն է, որը արտադրվում է նաև օրգանիզմում և ունի կարևոր դեր էներգետիկ փոխանակության գործընթացում։ Այն սինթեզվում է լյարդում, երիկամներում, գլխուղեղում և օգնում է ճարպերը վերածել էներգիայի, երկար շղթայով ճարպաթթուներ տեղափոխելով միտոքոնդրիումներ էներգիայի արտադրության համար։ Սա նշանակում է, որ L-կարնիտինը նպաստում է ճարպի վերածմանը էներգիայի, ինչը կարող է օգտակար լինել քաշի նվազեցման հասնելու համար։ L-կարնիտինը, որը սինթեզվում է մեթիոնին և լիզին ամինաթթուներից, վեգանների համար կարելի է դիտարկել որպես պայմանականորեն անփոխարինելի սննդանյութ։ L-կարնիտին գոյություն ունի տարբեր ձևերով, սակայն աթետիլ L-կարնիտինը, որը հայտնի է ուղեղի առողջության վրա առավել արդյունավետ ազդեցությամբ, և L-կարնիտինը, որը առավել հայտնի է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, իր օգուտներով հանդիսանում են սննդային հավելումների մեջ առավել տարածված և արդյունավետ ձևերը։ Միֆեր L-կարնիտինի մասին։ Միֆ համար 1. Ինքնուրույն կնիհարեցնի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ L-կարնիտին օգտագործողները միջինում կորցնում են 1-1.5 կիլոգրամ քաշ համեմատած չօգտագործողների հետ։ Բայց կա կարևոր մի պայման. արդյունքը լինում է միայն կալորիական դեֆիցիտի դեպքում և ֆիզիկական ակտիվության ֆոնի վրա, այսինքն ուտում ենք քիչ, ծախսում ենք շատ։ L-կարնիտինը չի աշխատում որպես կախարդական հապ։ Միֆ համար 2. մկաններ է աճեցնում։ Որոշ հետազոտություններ, հատկապես տարեցների մոտ, ցույց են տալիս, որ L-կարնիտինը կարող է բարելավել աշխատունակությունը, օգնել նվազեցնել հոգնածությունը, աջակցել վերականգնմանը, բայց այն անաբոլիկ ազդեցություն չունի, ինքն իրեն մկան չի աճեցնում, այն պարզապես կարող է օգնել, որ դու ավելի լավ մարզվես և ավելի արագ վերականգնվես։ Միֆ համար 3. ամբողջովին անվտանգ է։ Ոչ ամբողջությամբ։ Հնարավոր են կողմնակի ազդեցություններ, ինչպես ցանկացած դեպքում։ Կարող է լինել ստամոքսային անհանգստություններ, սրտխառնոց, բացի այդ կա նաև մի կարևոր ռիսկ՝ L-կարնիտինը կարող է բարձրացնել TMAO մակարդակը, որը կապ ունի սրտանոթային հիվանդությունների հետ։ Այսինքն դոզան շատ կարևոր է։ Ուշադիր պետք է լինել դեղերի հետ օգտագործելիս։ Օրինակ, վահանաձև գեղձի հորմոնների հետ կարող է նվազեցնել արդյունավետությունը։ Էպիլեպսիա ունեցողների մոտ կիրառումը կարող է վատացնել վիճակը և սրել վիճակը։ L-կարնիտինը կարող է օգտակար լինել մի շարք դեպքերում։ Օրինակ, երիկամային անբավարարության դեպքում, տղամարդկանց անպտղության դեպքում, կանանց ձվարանների պոլիկիստոզի դեպքում, երկրորդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, ինսուլինարեզիստենտության դեպքում, մարզումից հետո վերականգնման համար, մասամբ ապացուցված է նաև դրա արդյունավետությունը, ինչպես նաև կարող է արդյունավետ լինել տարեցների մոտ էներգիայի մկանային զանգվածի աճի համար, հոգնածության նվազման համար և առողջ մարդկանց մոտ ճարպի այրման թույլ ազդեցություն ունենալ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ L-կարնիտինը կարող է բարելավել ինսուլինի աշխատանքը, ակտիվացնել էներգետիկ մեխանիզմները և որոշ դեպքերում բարձրացնել գլյուկոզայի օգտագործումը բջիջներում, բայց ազդեցությունը չի համարվում ուժեղ և առաջնային բուժում։ Օրինակ, պոլիկիստոզ ձվարաններ համախտանիշի դեպքում օրական մոտ 3 գրամ L-կարնիտինի ընդունման դեպքում կարող է բարելավել օվուլյացիան, նվազել վատ խոլեստերինը, բարձրացնել լավ խոլեստերինի մակարդակը, օգնել քաշի և ցիկլի կարգավորմանը,
բայց այս ամենից կարելի է եզրակացնել, որ L-կարնիտինը կախարդական նիհարեցնող միջոց չէ եւ մկաններ ստեղծող չէ, բայց այն կարող է օգտակար լրացում լինել կոնկրետ դեպքերում, աջակցող միջոց մարզման եւ որոշ հիվանդությունների ժամանակ, եւ որ ամենակարևորն է, ամեն ինչ կախված է դոզայից, նպատակից եւ համատեքստից։ Այս եւ այլ կարևոր առողջապահական ինֆորմացիայի համար հետևեք իմ YouTube-յան էջին, որպեսզի բաց չթողնեք գիտահեն նորությունները։ Առողջ եղեք։